Ով է ավելի խելացի, այն, որը բերում է մեր հողաթափերը, թե այն, որը քնքշանքով դիմավորում է մեզ։ Այս հարցը ունի հազարամյակների պատմություն դեռ այն ժամանակներից, երբ հին Եգիպտոսում կատուներին համեմատում էին Աստվածուհու հետ, իսկ շները դամբարանների պահապան էին։ Համոզված եմ, որ այս հարցը ավելի հաճախ տալիս է նրանք, ովքեր եւ շուն են պահում եւ կատու, եւ վստահ եմ, որ հարցը չունի պատասխան։ Բարև ձեզ, դուք Վարդուհի Սարգսյանի հետ եք։ Հանդիսանալով T-Stories from Vard Content-ի հեղինակը, շեղելով առօրյայից, ուղղորդում եմ ձեզ դեպի մտքի տրեյնինգ, ավելի պատկերավոր դարձնելով ձեր երևակայությունը։ Մենք ունենք առանձին հաղորդում կատուների մասին, այսօր խոսելու ենք շներից։ Հաղորդումը դիտեք մինչև վերջ եւ կիմանաք, թե հայկական որ ցեղատեսակին ենք անդրադառնալու։ Հին Հունաստանում շներին որպես ընտանի կենդանիներ սկսել է պահել Ալեքսանդր Մակեդոնացու մայրը, Օլիմպիադան։ Доброе утро, мальчики. Надеюсь, вы хорошо выспались. А теперь приступим к музыкальным занятиям. Включайте. Սրանք կոչվում են մաստիվ, պատմության մեջ հայտնի ամենահին ցեղատեսակներից են։ Տիբետյան մոնոսկրիպտներում կա հիշատակում։ Արիստոտելը իր գրառումներում անդրադառնում է այս տեսակին որպես ամենախելացին եւ ֆիզիկապես ուժեղը։ Առաջին մաստիֆները Եվրոպա են հասել 1847 թվականին, Լորդ Հարդինգը Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիային է նվիրել 2 շուն։ Այս տեսակի շների մասին կան բազմաթիվ լեգենդներ, նշենք դրանցից մի քանիսը։ Ըստ լեգենդի, Բուդդան միշտ իրեն շրջապատում էր մաստիֆներով, որովհետև սրանք ոչ միայն կարողանում էին պահպանել Բուդդայի անդորը մեդիտացիայի ժամանակ, այլ նաև կարողանում էին տեսնել այն, ինչ հասանելի չէ մարդկային աչքին։ Իդեպ 2014 թվականին տիբետյան ոսկեգույն մաստիֆի քոթոթը Չինաստանում վաճառվել է ռեկորդային $2 միլիոն։ Միայն լեգենդի համաձայն էլ տիբետական մենաստաններից մեկում ապրում էր ոսկեգույն մաստիֆը, որը կարողանում էր վերակենդանացնել մարդկանց։ Բոլոր նրանց ում բախտ էր վիճակվում դիպչել նրա մորթուն, Его стойкий характер – постоянный источник вдохновения. Ты моя муза. առողջանում էին։ Շների կողմից մարդկանց վերակենդանացնելու պատմությունը մենք հանդիպում ենք Արա Գեղեցիկ եւ Շամիրամ առասպելում։ Ըստ ավանդույթի Շամիրամը կանչում է արալեզներին, որպեսզի նրանք վերակենդանացնեն հայոց արքա Արային։ Պատմում են, որ դա Շամիրամին չի հաջողվել, բայց նա թագավորի շորերը մեկ ուրիշին է հագցրել եւ հայտարարել, որ Արան վերակենդանացել է արալեզների շնորհիվ։ Արալեզները ըստ հայկական ժողովրդական ավանդության շնաձև ոգիներն են, որոնք ապրում են միայն Արարատ լեռան լանջերին։ Թե որքանով է իրական այս պատմությունը, որոշեք ինքներդ, բայց հայկական լեռնաշխարհում կա շան տեսակ գամփրը, որին մենք նաև արալեզ ենք անվանում։ Գամփր նշանակում է հզոր, ուժեղ, հոմանիշներն են, գայլախեղտ, գայլաշուն, արալեզ։ Լինելով աբորիգեն տեսակ, այն ձևավորվել է բնական ընտրության ճանապարհով, ձեռք բերելով բարձր դիմացկունություն եւ հզոր ինտելեկտ։ Շան հզոր կազմվածքն ու հաստ մորթին թույլ են տալիս նրան դիմակայել թե դաժան սառնամանիքին, թե սաստիկ շոքին։ Հազարամյակներ շարունակ գամփրը եղել է միայն հայկական լեռնաշխարհի շուն։ А мне надо заняться делом. Что? Еще раз? Попробуем. Եվ մնում է հայ ժողովրդի հպարտության առարկան։ Այս ցեղատեսակի անունը կրող շունը մեր պատմության մշակույթի անբաժանելի մասն է։ Հայաստանում, Գեղամա եւ Սյունիքի լեռնաշղթաներում հազարամյակների պատմություն ունեցող ժառապատկերների վրա հենց հայկական գամփրն է։ Այն պատկերված է նաեւ քարահունջում։ Սևանի ավազանում դամբարանների պեղումների ժամանակ, որոնք վերագրվում են մեր թվարկությունից առաջ առաջին դար, հայտնաբերվել են շան գանգեր, որոնք իրենց ընդհանուր բնութագրով համապատասխանում են հայկական գամփրին։
Այս շունը տիրոջ մոտ գտնվելու օրվանից ստանձնում է նրա պաշտպանությունը։ Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ հայկական բոլոր ասացվածքները շան հավատարմության մասին վերագրվում են հենց այս տեսակին։ Շունը տիրոջ մոտ գտնվելու առաջին օրվանից ուսումնասիրում է տարածությունը եւ գործի անցնում։ Իդեպ նրա պաշտպանության տակ գտնվող տարածությունը շատ ավելի մեծ է, քան մյուս բոլոր ցեղատեսակների մոտ։ Սա պարզապես շուն չէ։ Սա հայկական լեռնաշխարհի խորհրդանիշն է, հազարամյակների պատմություն ունեցող ցեղատեսակ մարդու հավատարիմ ընկեր։ Ничего не помял? Да что ему делается? Այն իր խոշոր, ուժեղ կազմվածքով, բարձր ինտելեկտով միշտ առանձնանում է։ Պատահական չէ, որ դարեր շարունակ Հայաստան այցելած ճամփորդների մոտ հանդիպում ենք հիացական գրառումներ հավատարմորեն մարդուն ծառայող գայլերի դեմ պայքարող գամփրի մասին։ Սա հովվաշուն է, որսորդ, պահապան։ Դարեր շարունակ այն հայ մարդուն ուղեկցել է անասնապահության, այգեգործության մեջ, որսորդության ժամանակ, հանգստանալիս, ստեղծագործելիս, անգամ պատերազմելիս։ Գամփրը ինքնուրույն որոշումներ կայացնող շուն է, վտանգի ժամանակ հաճախ չի սպասում տիրոջ հրամաններին, վերլուծում է իրավիճակը եւ գործի անցնում։ Շատերը կարծում են, որ այս ցեղատեսակը գրանցված է Կարմիր գրքում եւ պահպանվում է միջազգային կազմակերպությունների կողմից որպես անհետացող տեսակ, բայց այն պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության կողմից, ունի պատմամշակութային նշանակություն։ Գամփրը երեխաների ծերերի պահապանն է, այն երբեք ավելորդ ագրեսիա չի ցուցաբերում։ Պատահական չէ, որ 2018 թվականին Երևանի կենտրոնում Օղակաձև զբոսայգում Մոսկովյան Տերյան փողոցների խաչմերուկում կանգնեցվել է Լևոն Թոքմաջյանի հեղինակած Գամփրի արձանը։ Այն կանգնած է քաղաքի կենտրոնում որպես հավատարմության խորհրդանիշ, մարդու ընկեր, արթուն պահակ մեր պաշտպանված ու ապահով կյանքի։ Ձեր հետ Վարդուհի Սարգսյանն էր։ Կհանդիպենք։